հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են ամուսնուն մեղադրել սպանության մեջ առանց շարժառիթի։ Կարող են ասել, որ դու կատարել ես առանձնապես ծանր հանցագործություն, միայն չասեն ինչ նպատակով։ Ինչ ա եղել, ո՞րն էր հիմքը։ Ուղղակիորեն sense մարդը կարա մտնի իր կնոջը, իր երեխայի մորը սպանի։ Այդպես չի լինում։ Հակառակը, օրինակ Հայաստանի Հանրապետությունում թող բոլորը իմանան, որ քննիչները սպանության դեպքի արդեն մատնահետք չեն վերցնում դեպքի վայրից։ Տեսնում են, որ աղջկա դրամապանակը չկա, տեսնում են, որ բանկային քարտերը չկա, գումարը չկա, զարդերը չկա եւ գողության վարկած չեն քննարկում։ Քրեական գործը հարուցում են ի սկզբանե, բոլոր վկաներին արդեն պարզ դարձնում, որովհետև ցանկացած վկա որ գալիս է, ասում է, այս քրեական գործի շուրջ է հավաքվել, որտեղ հստակ գրած է եղել բացառապես Նարեկ Սարգսյանը մեղավոր է։ Այսպիսի իրավապահ համակարգի հետ գործ ունենք։ Հիմա եկել ենք ստեղ հավաքվել ենք, որ ասենք դատարանում ամսի 8-ի դրությամբ սույն ամսվա ներկաներից այսքան մարդ ներկա է լինում պարբերաբար նիստերի։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Դատական նիստի ժամանակ մարդը կանգնել ու ասել է ես եմ կատարել այդ սպանությունը։ Քիչ է չեն ձերբակալել։ Մի հատ էլ թույլ են տվել, որ դատավորի սենյակով, որտեղով որ անցնում է դատավորը, հեռանա, ընդեղից էլ բոլորս հասկանում ենք, չէ, որ փակ տարածք է եւ այդ փակ տարածքից կարգադրիչները բաց են թողել այդ անձին։ Ավելին հաղորդում ենք հենց գիշերը ներկայացրել այդ օրը հաջորդող գիշերը։ Մինչև այսօր ձերբակալված չի այդ անձը, մինչև այսօր մեզ չեն կանչել, հաղորդում տվող անձին չեն հարցաքննել, ինչ տեղեկություններ ա, մինչև այսօր այդ անձին չեն գտել հարցաքննել, մինչև այսօր դատավորը ընդմիջում հայտարարելու պարագայում դատական նիստը չի բացել եւ չի հասկացել, գոնե հասկանա ինչ էր կատարվում, ինչ ապացույցի մասին է խոսքը, ով էր այդ անձը եւ հիմա այս պայդրությամբ Նարեկ Սարգսյանը ակնհայտ անմեղ լինելով գտնվում է կալանքի տակ, ապօրինի։ Տվյալ անձով հայտարարել էր, որ ինքն է սպանել, Նարեկ Սարգսյանի ընկերն էր, չէ՞։ Ընկերը չի, բարեկամն է։ Համագյուղացի է եւ բարեկամն է։ Այո։ Ձեր կարծիքով ինչ է տեղ ունեցել ձեր ասած այդ դատավորի սենյակով կարգադրիչների ուղեկցությամբ ինչ-որ պայմանավորվածություն է եղել, հա, տվյալ անձի միջև ինչ։ Ես չգիտեմ, մենք ասում ենք, մենք ինչ ենք հաղորդում ներկայացրել, որ պարզ է։ Օրինակ 3 տարի շարունակ, երբ որ աղաղակում ես եւ հիմնավորում ես, որ անձը անմեղ է, 2 տարվա ընթացքում դատարանը անհաղորդ է իրեն պահում, անցած անգամ հավաքվել էին այս մարդիկ այդ նույն հիմքով։ Դատավորը, երբ որ հիմնավորում ես, ասում ես խափան միջոցը պետքա փոխես, նույնիսկ իմ դեմքին չէր նայում։ Հարց եմ տվել առավոտի լրագրողի ներկայությամբ, ասել եմ հարգել դատան, կարող է ես ձեզ խանգարում եմ, որ օրինակ առարկություն եւ հիմնավորումներ եմ ներկայացնում, դատավոր Յուզբաշյանը պատասխանեց հետեւյալ կերպ, եթե խանգարեք կասեմ, նիստի քարտուղարուհի հետ հահահիի վիճակի մեջ էր։ Դրանից հետո դա է փոխվել, ստեղ հավաքվելուց հետո։ Հիմա ուզում ենք հասկանանք, փուլ գանք ստեղ, Փաշինյանի կառավարության առաջ կանգնենք, որ արդարությունը sense փուլ վերականգնենք, թող իջնեն, այս դիմումը վերցնեն, օր ու ժամ ասեն, գանք ապացուցենք, որ դատական համակարգը կոռումպացված է, որ դատավորները կամ էլ անփորձ են։ Սա է մեր բանը։ Իսկ ինչ հանգամանքներում է հայտնաբերվել, դին դուք ասեցիք, որ ընտեղ գողացված են եղել որոշակի անձնական իրեր, սա այսինքն հիմք է տալիս ենթադրելու, որ գողության վարկածով է տեղ ունեցել։ Առաջին իսկ պահից մենք դեպքի վայրի զննությունը ես ներգրավել եմ 2 ամիս հետո։ Առաջին իսկ բանը, որի մոտ տպավորվել է, գողության վարկածն է, այսինքն ավազակային հարձակման վարկածն է, որովհետև ամբողջ իրերը քանդված են, դարակները բացված են։ Նույնիսկ այնտեղ բաժակ կա, որ այսպես շուռ տված վիճակում է բազմոցի վրա, պլանշետը գետնին, հատակին ընկած։ Այս անձինք, այսինքն քննիչները ոչ միայն ներբանների հետքերը չեն վերցրել, այդ հատվածներից մատնահետք չեն վերցրել։ Նույնիսկ չեն կարող իրենք հիմնավորել, որ առհասարակ դիակը ի սկզբանե եղել է ննջասենյակում։ Մեծ վերլուծություն ենք ներկայացրել, պարբերաբար մենք հրապարակել ենք նույնիսկ մանիկեն, որով հիմնավորել ենք, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունը հակասությունների մեջ է մտնում դիակի նկարների հետ, ավելին դիակի դատաբժշկական փորձաքննության ելակետ նյութերը չեն եղել, միայն եղել է դիակը, այդպիսի նախաքննություն չեն անում, այսպիսի գործերով Բայց ինչ ապացույցների հիման վրա են այդ դեպքում ամուսնուն ձերբակալել։ Ասեմ ինչ ապացույցների, ձեռքի տակ ունեցել են ապացույց, որ աղջիկը, տուժողը իրենց ասած ժամին եղել է դրսում
բայց վերագրել են, որ տանը սպանվելուց է եղել։ Այսինքն իրենք ասում են 21-ից 15 աղջիկը եղել է վերևում, բայց 21-ից 37 հացաբուլկեղեն գոյություն ունի, հացաբուլկեղենում գտնվող աշխատակցի հեռախոսից զանգ է կատարել։ Այսպիսի ապացույցներով։ Իրենք իրենց ձեռքի տակ ունեն, որ Նարեկ Սարգսյանը գտնվել է կալանավայրում, բայց աղջկա հեռախոսը հաջորդ օրը նույնիսկ դեպքից սպասարկել է այլ վայրում, եւ այսքանից հետո մենք կալանավորում ունենք։ Եվ այս ամեն ինչը բազմաթիվ է։ Որևէ հետք չկա, այսինքն տեսեք, ամբողջ մեխը, գիտեք ինչու՞մ է, շատերը հարց են տալի, եթե Նարեկ Սարգսյանը եկել է տեսել է, տուժողին տեսել է այդ վիճակում, ինչի համար է դեպքի վայրից հեռացել։ Այդպես եկեք հարցը չդնենք։ Եկել է Նարեկ Սարգսյանը գիշերը տեսել է, առաջինը որ կատարել է զանգ շտապօգնություն։ Այսինքն փախուս չի կատարել։ Բոլորից հայտնի ձևերով, օրինակ կարող էր գնալ Վրաստանով, դուրս գալ Թուրքիա եւ վերջ։ Այնպես չի, որ անճար մեկի հետ գործ ունենք, ձեզ ուղիղ ասեմ, շատ հարուստ, նորմալ հնարավորություններով տեր անձնավորություն է, շատ հանգիստ կարող էր թողնել եւ հեռանալ։ Նույնիսկ չիմանային, որ դիակ կա այդ վայրում եւ մի 4 օր հետո գտնեին։ Այսինքն եթե անձը շտապօգնություն է կանչել, ասել են, որ մահացել է, ինքը այդ պահին մահ չի արձանագրել, ինքը նույնիսկ ձայնագրության մեջ ասում է ուշագնաց է եղել։ Հիմա իմ մոտ հարցեր է առաջացնում, կարող է պատահի շտապօգնությունը պատշաճ օրինակ բուժօգնություն ցույց չի տվել եւ դեպքը ոչ թե տեղի է ունեցել ցերեկը 04-05-22 թվականին, այլ 05-05-22 թվականին գիշերը 1-ից հետո։ Եվ այդ իմ կասկածները ունեն պատճառ։ Լավ, ձեր կարծիքով դատաիրավական համակարգի շարժարիթը ո՞րն է, որ ամուսնուն դատապարտեն ըստ ձեր չկատարած։ Մենք չենք խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը, սա նախապես ի գիտություն, որ հետո պահանջներ չստանան, բայց մենք գործ ունենք նախկին ոստիկանապետի աղջկա հետ, այսինքն Ավետիք Աբրահամյանի աղջկա հետ։ Հարազատները, մայրը բազմաթիվ հաղորդումներ են ներկայացրել հանցագործության մասին, որ կա դատական համակարգի նկատմամբ միջամտություն իրենց նախկին ծանոթների, հնարավոր է գումարների։ Ես կրկին շեշտում եմ, մենք չենք խախտում անմեղության կանխավարկածներ։ Դիմել ենք, որ մարդիկ պարզեն, կա թե չկա, որովհետև այս անգործությունը կարա կասկածներ օրինակ հարուցի դրանց մասին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։